Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ պետքա փաստենք, որ ԵԽԽՎ-ում ըստ էության որևէ նորություն տեղի չի ունեցել, որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել եւ այն կանխատեսումները, որոնք մենք արել ենք, ուղղակի ամբողջությամբ պարզաբանվել են նաեւ ԵԽԽՎ-ում։ Այսինքն, մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը կեղծիք է տարածում եւ ստերով ու մանիպուլյացիաներով փորձում է խաբել այդ ոչ մի բանի մասին փաստաթուղթը, որ բերել էր խաղաղության քողի տակ, դրա տակ կա նոր զիջումներ, նոր հանձնումներ, կան միջանցքներ եւ այլն։ Հիմա այս տրամաբանության մեջ մենք ունենք նոր իրողություն այդ առումով, թե չէ հենց չի որ մենք զարմացել ենք, ասել ենք, վայ, այս ինչպես ստացվեց, որ բա դուք ուրիշ բան եք ասում։ Մենք իրենց չենք հավատում, որ իրենք ուրիշ բան են ասում եւ մենք ասում էինք, որ այո, Փաշինյանը քննարկում է միջանցքի հանձնման գործընթաց, ոչ թե ինչ որ ճանապարհ բացելու, որին իհարկե ես կարծում եմ, որ բոլոր հայերն էլ կողմ կլինեն, որ ճանապարհները ապաշրջափակվի ի օգուտ Հայաստանի Հանրապետությանա, ոչ թե ի վնաս Հայաստանի Հանրապետության, ոնց որ բանակցում է Փաշինյանը։ Երեք ԵԽԽՎ-ում տեղի ունեցած այդ հայտարարությունը, որից հետո եղավ Փաշինյանի քաղաքական այդ պորտկումները, խոսում են հետևյալի մասին, որ իրանց մեջ պայմանավորվածությունները, ասենք, ամենալավագույն բնութագիրը կարող է ասել Տրամպը, հա, իրանց պայմանավորվածությունը, որ մեկ անգամ հարցնում են, դուք ինչ վերջը քննարկեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինքը ասում է, այս այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, երկրորդ անգամ ասում է, որ Տրամպը խոսում է Իլհամ Ալիևի մասին, ասում է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի եւ այն երիտասարդի կամ այն տղայի, այսինքն այդ այն տղան Նիկոլ Փաշինյանն է, հա, Տրամպի համար, ում WhatsApp-ի համարը Նիկոլ Փաշինյանը ունի ու դրանով շատ մեծ գոհունակություն են հայտնում նաեւ ՔՊ-ի ուսապարկերը։ Ուրեմն տեսեք, այս տարածաշրջանում տեղի ունեցող խնդիրները առհասարակ Մերձավոր Արևելքում, հարավային Կովկասում եւ այլ հատվածներում մենք պետքա իմանանք, որ մենք այդ ամեն ինչի սպառողն ենք առհասարակ։ Ինչու՞, որովհետեւ դա ուղիղ մեզ էլ է վերաբերում։ Հիմա Իսրայել-Գազա նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ Իսրայելի ղեկավարները սպասում են Գազայի պատասխանին Ամերիկայի միջնորդությամբ։ Դոնալդ Թրամփը երեք հայտարարել է, որ մենք սպասում ենք Գազայի արձագանքին, թե ինչ է տալու իրանց այդ լուծարումը եւ ըստ էության ամբողջական կապիտուլյացիան ի օգուտ ուրեմն Իսրայելի եւ այդ ի օգուտը հետեւյալի մասին է խոսում, որ նրանք պայմանավորվել են, որ պետքա նոր կառավարություն ձևավորվի Գազայում, եւ որը ըստ էության պետքա ենթարկվի անվտանգության առումով Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են, որ դրա լուծումը այդ տարբերակն է։ Հիմա այսօր մենք տեսնում ենք, որ աշխարհում տեղի ունենում գործողություններ, որոնք առնվազն դիվանագիտության կամ դեմոկրատիայի հետ որևէ կապ չունի, հա, խոսում են ուժի լեզվով եւ այդ ուժի դրսևորումը լինում է պատերազմների, հարձակումների կամ պաշտպանվելու հնարավորություն ունենալու կամ չունենալու մեջ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը պետք է հասկանա, որ իշխանությունը այսօր վարում է ոչ հայանպաստ քաղաքականություն։ Ինչի համար։ Մենք ունենք հարևան, որը կոնկրետ ռազմատենչ հայտարարություններ անում երբեմն ժամանակին անում էր հաճախ իմանում է երբեմն, որովհետև ըստ էության ինչ որ բան են խոստացել միջանցքի տեսքով, եթե բանը չլինի, չգիտենք ինչ կլինի, բայց կարող ենք ենթադրել, որովհետև մի քանի անգամ նրանք մեր վրա հարձակվել են նաև տերորիստական ներգրավվածություն է եղել իրենց հարձակումների մեջ, որի մասին փաստել են աշխարհի տարբեր հատուկ ծառայություններ, մենք պետք է հասկանանք, որ մեզ պետք է ունենալ հնարավորություն պաշտպանվելու, ոչ թե այն սուտ թեզը, որը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն տարածում են, որ նախկինները ասում են պետք է պատերազմ լինի, բան ոչ, նախկինները այդ պատերազմներում հաղթածներն են, ովքեր չեն ասում, ովքեր շատ լավ գիտեն պատմության գինը եւ այնպես ինչպես տիրապետում են դրան
նախկինները օրվա իշխանությունները տիրապետում են միայն պարտությունների, էլի, իրանք չեն կարող հասկանալ նախկիններին այդ առումով, որտեղ նախկինները հաղթանակներ են բերել Հայաստանի Հանրապետությանը միայն։ Նախկինների ժամանակ Արցախը ազատ է եղել, ազատագրված է եղել Շուշին եւ մենք ապրել ենք այլ իրականության մեջ։ Հիմա տեսեք, այս ամեն ինչի այս կոնտեքստում Փաշինյանը նվազեցնում է ռազմական բյուջեն, հա, տասնյակ 200 միլիարդ դրամով, եթե չեմ սխալվում, ավելի նվազեցնում է ծախսերը պաշտպանության նախարարության, փոխանակ հասկանանք, թե նոր սպառազինություն, այսինքն ոնց ենք ձեռք բերում պաշտպանության համար։ Եվ այս թեման, այս խնդիրը շատ ակտուալ է, նաև դառնում այս ԵԽԽՎ-ի հայտարարությունից հետո։ Այսինքն ստացվում է, որ ադրբեջանցիները չեն դադարել իրանց պահանջատիրական դիրքից հանդես գալը անգամ այս զիջումներից հետո։ Իրանք չեն դադարել անգամ այն բանից հետո, որ ըստ էության Փաշինյանի Արցախից հրաժարվելուց ինքը ոչ միայն ստացավ Արցախը, ինքը ստացավ նոր կարգավիճակ գեոքաղաքական քարտեզում, ինքը ստացավ նոր հնարավորություն զինվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների վետոն հանվեց նրա վրայից էմբարգոն, որը դրված էր նրանց զենք մատակարարելու վրա 91 թվականից։ Եվ այս ամեն ինչում ես ուղղակի չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության շահը։ Եթե մարդ կա, որ տեսնում է, մենք խոշորացույցով ման են գալի, չենք տեսնում։ Այսինքն ինչ եղել է Ադրբեջանի, Տրամպի կամ ինչ-որ ուրիշ երկրի օգտին, որևէ բան այստեղ Հայաստանի օգտին չի եղել։ Հայաստանի օգտին միայն Նիկոլ Փաշինյանի այդ վարդագույն ակնոցներն է, որով նա ասում է խաղաղություն, ինքնիշխանություն, չգիտես ինչ որ բան փառք նահատակներին ծնգի է իշնում իրանց պոպուլիստական զինանոցի գործիքներն է օգտագործում, բայց այդ նահատակների ծնողներին ոտու ձեռարած երրաբլուրից տանում են ոստիկանները, դա Նիկոլ Փաշինյանի իրականությունը։ Այս իրականության մեջ չկա խաղաղություն, չի լինելու խաղաղություն Փաշինյանի այս քայլերով, հնարավոր չի, որովհետև այդ մարդը պարտության եւ հանձնումների եւ պատերազմի խորհրդանիշ է։ Նիկոլ Փաշինյանն է պատերազմի խորհրդանիշ, ոչ թե նախկինները։ Սերժ Սարգսյանը հաղթանակներ է կերտել, ոչ թե պատերազմը բերել, այլ պատերազմը, որը փաթաթել են հայ ժողովրդի վրա, ինքը հաղթել է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարտվել է այդ պատերազմում, այլ ներկայացրել է այդ պարտությունը որպես հաղթանակ, հերիք չի։ Եվ այսօր ինքը ասում է, որ Արցախի ժողովուրդը պետք է Հայաստանում իրանց տեղը գտնեն, բայց եթե Արցախի ժողովուրդը պետք է Հայաստանում իրանց տեղը գտնեին։ Դու որ գնացել էիր 18 թվականից հետո Արցախ, էիր ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Էիր ասում, որ չի կարող պատահել, որ Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվի։ Դու քո խոսքերն էին ասում։ Որովհետև այդ ժամանակ իրանց համար տենց մոդա էր տենց խոսալը։ Հետևանքները մենք տեսնում ենք, հա, սահմարկեցուցիչ հետևանքներ, 140,000 շուրջ 140,000 մարդ մնաց առանց տուն եւ այս ամեն ինչը ցավոք սրտի շարունակվում է։ Ունենք 7 միլիարդ դոլար արտաքին պարտք, որով որևէ բան չի արվել ընդհանրապես։ Այդ որևէ բան չի արվելու մեջ մտնում է նաեւ սպառազինության մասին, այդ բացերը, որոնք կարելի էր նոր հոպեր ձեռք բերել, նոր բաներ անել, որևէ բան չենք տեսել։ Կարելի էր տնտեսական այդ ապաշրջափակման ենթատեքստում Պարսկաստան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան երկաթգից կառուցել մեր որը լիներ մերը։ Ես վստահ եմ, որ մարդիկ այդ երկրների ղեկավարները համաձայն կլինեին եւ նաեւ ներդրումներ կանեին այդտեղ։ Կարելի է շատ բան անել, բայց այս կարիերների մեջ իրանք միայն իրանք համար նոր տներ են գրել, մարդը մի քանի հատ տներ են առել եւ թալանելով թալանում են մեր երկիրը։ Այս դրա մեջ արդեն հարցված քաղաքացիների 10-ից 8-ը վստահ է, որ իրանք ինչ թալան են իրանք անում։ Ուրեմն անպայման ուզում եմ նշել, որ ամսի 3-ին Միքայել Սրբազանի դատն է լինելու, որ նրան ուզում են 2 տարի 6 ամսով կանոնավորեն։ Ուզում եմ ասել, որ Միքայել Սրբազանը քաղաքական բանտարկյալ է, Բագրատ Սրբազանը քաղաքական բանտարկյալ է, Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է եւ այն մարդիկ, ովքեր այսօր
այդ ռեպրեսիաներին են ենթարկվում, իրանք ենթարկվում են խոսքի ազատությունից զրկված ելնելու պատճառով։ Իրանք միայն խոսքի համար ենթարկվել են հարձակումների իշխանական։ Իրանք միայն այն բանի համար, որ ասել են, որ Հայաստանի Հանրապետությունը պետքա հարատև լինի, միայն այն բանի համար, որ ասել են, որ Հայաստանի Հանրապետությունը պետքա հայկական տեսլական ունենա, միայն այն բանի համար, որ ասել են, որ Արցախը հայկական է, միայն այն բանի համար, որ ասել են հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի կարող լինել թիրախ եւ չպետքա թիրախավորվի որևէ անգամ։ Այս ենթատեքստում է քրեական գործը։ Այս սրա համար են նրանք կալանավոր։ Եվ սա մեր համար առաջնային հարց է, որպեսզի նրանք օր առաջ ազատ արձակվեն եւ բոլոր հնարավոր հաղորդումներում, բոլոր խոսքում մենք պետք է ասենք, որ այս մարդիկ քաղաքական բանտարկյալներ են։ Սամվել Կարապետյանը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արտուրը Սարգսյան եւ մնացած մարդիկ, ում անունները ամբողջությամբ ես չկարողանամ տալ, բայց հայտնի են ովքեր որ քաղաքաբանտարկել են, մենք նաեւ հաճախ կիսվում ենք նրանց խոսքով, նրանց նկարներով մեր էջին։ Լիդիան, կինը, ում ապօրինի կալանավորել են նորից, այս մարդիկ քաղաքական բանտարկյալներ են։ Այսինքն Հայաստանում նաեւ խոսքի ազատ, նայեք, Հայաստանը զրկված է անվտանգային համակարգի այն հնարավորությունից, որը ունեցել ենք։ Հայաստանը զրկված է նաեւ տնտեսական առաջընթացից, որը ունեցել ենք մինչև 2018 թվականը, ֆինանսատնտեսական զարգացումից, հա։ Հայաստանը զրկված է միջազգային հարաբերությունների հետ այն շփումներից, որոնք ունեցել ենք։ Հայաստանը զրկված է շատ բանից, բայց Հայաստանը զրկված է նաև խոսքի ազատությունից, որտեղ նորից եմ ասում, այս մարդիկ, ովքեր կալանավորվել են բացառապես խոսքի համար։ Դա քաղաքական հետապնդում է, քաղաքական հայացքներով պայմանավորված են նրանք հայտնվել բանտերում։ Եվ ես նորից ուզում եմ ասեմ, որ միասնականությամբ է հնարավոր լուծել մեր ազգի այսօրվա խնդիրները, որոնք ազգային են, հա, ներքաղաքական չեն, գեոքաղաքական չեն, ազգային խնդիրներ են, ինչու, որովհետև այս ամեն ինչը վերաբերում է մեր ժողովրդին, եւ ինչը վերաբերում է մեր ժողովրդին, պետքա չենթարկվի անձնական ամբիցիաներով պայմանավորված պայքարի, պետքա ենթարկվի ազգային գաղափարախոսության պայքարով քայլերի ճանապարհային քարտեզի, հա։ Հիմա տեսեք, եւ մենք հաճախ ենք խոսում, ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մեզ պետքա հետեւյալը, մեզ պետքա ջնջել սևերի եւ սպիտակների այդ կեղծ կործանարար գծերը եւ պետքա միասնականության քարոզ անել։ Ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով պետքա միասին լինենք եւ ջնջենք այդ բոլոր սև, սպիտակ, կարմիր, կապույտ գծերը, այդ միասնականության դաշտ հրավիրենք նաեւ ԿՊԱ-ականներին եւ միասին կարողանանք հնարավորություն տանք Հայաստանի Հանրապետությանը, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հնարավորություն չի տա դրա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար Նիկոլ Փաշինյանը աթոռն է ամենակարևորը, ոչ միասնականությունը, ոչ Արցախը, ոչ Հայաստանը, աթոռը, փողը, իրանց թալանը, որ իրանք իրականացնում են աննախադեպ թալանը, մտել են ժողովրդի ջեբերը եւ ժողովրդից գողանում են իրանց երեխեքի ապագան։ Էս է իրականությունը։ Եթե կարային լինեին ավելի շատ դպրոցներ, չեն լինում, որովհետեւ իրանք թալանում են։ Եթե կարային լինեին ավելի շատ մանկապարտեզներ, նրանք չեն լինում, որովհետեւ թալանում են։ Եթե կարող է լինել ավելի լավ ուսում եւ կրթություն, չկա, որովհետեւ նրանք թալանում են։ Եթե կարելի էր զբաղվել թմրամիջոցների կանխարգելմամբ ավելի լավ, թմրամիջոցների տարածման կանխարգելումը կազմակերպելով ավելի լավ, դրանով չեն զբաղվում, որովհետեւ թալանում են։ Եթե կարելի էր երիտասարդներին զերծ պահել խաղամոլությունից, նրանց համար սարքել ավելի շատ զբաղմունք Հայաստանի Հանրապետությունում, որ իրանք իրենց զբաղմունքը խաղամոլության մեջ չգտնեին, չեն անում, որովհետև թալանում են եւ որովհետև ինչ որ ձև շահկապված են այդ խաղամոլության աղբյուրների հետ։ Այդ փողը, որ 10 միլիարդ դոլար համարյա փող են գրվել, պատկերացնում եք տարվա ընթացքում, դա 3 հատ Հայաստանի Հանրապետության բյուջե։ Եվ եթե անգամ այս 10 միլիարդ դոլարը
ընդհանուր շրջանառություն է, այսինքն իրանք կասեն դե դու ասում ես, որ դա ընդհանուր շրջանառությունից է, ոչ թե այդքան փող են կրվել։ Ընդհանուր շրջանառությունը հետևյալի մասն է խոսքը, օրինակ դու լիցքավորում ես 10,000 դրամ, այս 10,000 դրամով կրում ես 100,000 դրամ, հետո կրվում ես 50,000 դրամ, հետո կրում ես 10,000 դրամ եւ սենց շարունակ քո ընդհանուր շրջանառությունն են հաշվում, դառնում է, ասենք այտենց, դառնում է 10 միլիարդ դրամ։ Բայց եթե խաղամոլության դեմ քայլեր ձեռնարկվեր, հա, այդ 10,000 դրամը, այդ 100,000 դրամը երիտասարդը, որ աշխատում է, տուն չի տանում, գնում կրվում է, որ տնեցի գնում աշխատում, քրտնաջանը աշխատում են 12 ժամ ոտի վրա կանգնած, որ իրանց երեխեքին պահեն, գնում են այդ 5,000 դրամը տարեց են, ասում են իրանց երեխուն, որ գնա համասարան, ձեռը փողը լինի, վիզը ծուռ չլինի, հանգարցակի ներս չլինի, որ կուրսեցիներից մեկը կարողանա իրան ուտելիք առնի, ինքը չառնի, որ ինքն էլ կարողանա, ասենք, շաբաթվա մեջ մի քանի անգամ տաքսիով գնա դասի, ոչ թե ոտով կամ մարշրուտնով, այդ մարդկանց փողը վեկալում գնում կրվում են։ Բա պետությունը ուր է այդ իմ ասած այդ բան քայլերի ընթացքում պետության բաղադրիչը, հա, պետության վերահսկողությունը որտեղ է։ Չկա այդ պետության վերահսկողությունը, այս իմ ասած բաղադրիչի մեջ, որովհետև երիտասարդը միայնակ է, ծնողը միայնակ է, պետությունը ոչ նրանով է զբաղվում, ոչ նրան է օգնում, ոչ նրան։ Այսօր մի քանի 100%-ով ավելացել է 18 թվականից հետո խաղամոլությունը թմրամիջոցների տարածումը։ Թմրամիջոցներ օգտագործելը նաև ավելացել է։ Այսինքն ոչ միայն տարածումն է, իհարկե, տարածման հետ բերում, այսինքն եթե տարածումը ավելացել, ասենք, այն ժամանակ կար 200%, հիմա կա 2500%, կամ այն վաղտ կար 10%, հիմա կա 200%, այդքան ուրեմն կա սպառողներ, հա, այսինքն այդ մարդիկ ավելի շատ են օգտագործում։ Հիմա տեսեք, այս ամեն ինչին նաև գումարվում է դանակահարություններ, սպանություններ, գողություններ եւ պատշաճ չիրականացված ծառայություն։ Այս ամեն ինչը դրա արդյունքում է։ Բայց լավ, որտեղ է այդ մարդու լավ կառավարումը, որ ինքը ասում է։ Որտեղ է այս մարդու խաղաղությունը։ Այսինքն, լավ, Հայաստանում խաղաղություն չկա, եկեք այս շատ կարևոր մի հատ նյուանս է, էլի, ես ասեմ ու ամփոփենք։ Հայաստանում չկա խաղաղություն, իրար միս են ուտում մարդիկ, իրար քֆուր են տալի, իրար կյանքով են ապրում, բամբասում են, այդ իրար մասին մուտիլովկեք են տարածում, իրականության հետ կապ չունեցող, իրար մասին բաներ են, հոդվածներ են գրել տալիս, այս նրա փողերն է հաշվում, այն նրա կապերը, թե որտեղից եղավ եւ այլն, էսա, այդ սևեր սպիտակներ, այս սրա հետ, այս 5-րդ շարասյուն, այս չգիտեմ ինչի գործակալ, իրար այդ խառնակչական թեզերը կեղծ, այս ուրեմն իրար ատելությունը, այդ տոտալ ատելության մթնոլորտը, այս Հայաստանի ներսում։ Հիմա Հայաստանից դուրս, մեզ ասում են Ալբանիա, մեզ ասում են, որ մեզ չեն ճանաչում, մեզ ասում են, որ Ադրբեջանին ասում են Ադրբեջանի նախագահն ու այն տաղեն, այդ ձև են Հայաստանի ղեկավարին ներկայացնում։ Այո, հիմա դե ակնհայտ է, որ այդ գորգռոցը որևէ ձև չի օգնում, այդ գորգռոցը օգնեց ազգային ժողովում, որ ինքը ասաց կլցնեմ Սաղեթ Կագեբեի պատվալը եւ տենց էլ արեց, որովհետեւ դիմադրություն ժողովրդի կողմից եւ ընդդիմության կողմից համապատասխան ճակատ պայքարի չկա ձևավորված էլի, որ քաղաքական բովանդակությամբ ինչ որ քայլեր ձեռնարկվեն, բայց ես վստահ եմ, որ կլինի հնարավորություն, հիմա այսօր նախաձեռնում, այսօր այդ միասնականությունը, ես կարծում եմ, այսօր այդ միասնականության ծիլերը կան, պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքները, միասնական, ինչ որ արդեն սենց հնարավորություն եմ ես տեսնում, ինչ որ այդ ճակատը ձևավորելու, որտեվ անվստահության գործընթացը ըստ էության խորհրդարանական լուծումներից հետո մեկնարկել է նոր թափով, այդտեղ կարևոր երկու նյուանս կար,
Հայաստան դաշինքը միացավ, պատիվ ունեմ դաշինքին տալով իր ստորագրությունները եւ երկու падգամավորով առանձին խումբը, այսինքն Աղազարյանը եւ Ասլանյանը Աղազարյանը ասաց, որ կարելի է որ քննարկեն իրանք, հնարավորություն կա, որ միանան ինչ որ ձևաչափով։ Այսինքն քաղաքական process-ը ենթադրում է միասնականություն։ Հիմա բայց այս միասնականությունը չկա։ Հիմա ոչ միասնականությունը կա Հայաստանում, ոչ անվտանգությունը կա, ոչ խաղաղությունը Հայաստանի ներսում։ Իսկ Հայաստանի դուրս կա այն խայտարակությունը, որ կա, որ մեր վրա մատ են թափ տալի, հաթաթա են տալի, ԵԽԽՎ-ում ասում են բան ունեք տալու, միջանցք ունեք տալու, հելեք տվեք։ Նիկոլը ինչքան է, ոնց որ Մարիամը ասեց, ինչքան է հելնի ասի, որ դուք այս մա ցույց տվեք, որտե է այդ միջանցքը, բան, այդ ինչ միջանցք եք ասում։ Ինչի մասին է խոսքը։ Այդտենց ցույց տալով լինի, ես կարամ հիմա բռնեմ նոյեմբերի 9-ի Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը ցույց տամ։ Հետո Ղարաբաղը, բայց ուր է այնա ցույց եմ տալի, հետա Ղարաբաղը պետք է ելներ այդ թղթով։ Բա ուր է Ղարաբաղը չկա։ Էսա տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանի բանակցությունների եւ ես կարծում եմ, որ լեգիտիմ հնարավորություն կարելի է ձևավորել միասնական իմպիչմենտի գործընթացով այսօր այդ հնարավորությունը կա էլի ընտրություններով կարելի է փորձել իրանց հեռացնել մենք չենք ասում որ դա չի կարելի անել բայց մինչև դա հնարավորություն կա ինչ որ ձև քայլեր ձեռնարկել իմպիչմենտի հնարավորությունը օգտագործելով եւ մենք պետք է կարողանանք միասնական այդ քաղաքական ճակատը ձևավորել հիմա նաեւ խոսանք իր ԵԽԽՎ-ի ու ինչ տեղի ունեցավ վերջի երկու շաբաթվա մեջ Ինչ տեղի ունեցավ վերջի մի քանի շաբաթում։ Ինքը ընտրություններից առաջ գնաց Մոսկվա, Նյու Յորք ու գնաց նաև ԵԽԽՎ-ում ելույթ ունենալու։ Հիմա տեսեք, մենք տեսնում ենք, որ այդ մարդը ուրեմն վերընտրման հնարավորություն է մուրում երկու ուղղությամբ։ Մուրում է արտաքին ուժերից, որ կարողանա հնարավորություն ձևավորի իր համար մուրալ քաղաքացիներից, ժողովրդից։ Այդ ոնց է, այդ քայլերը ոնց է ձեռնարկում։ Ինքը գնում այնտեղ ինչ-որ խոստումներ է կորզում, գոյություն չունեցող, հա, խաղաղության քողի տակ, խաղաղության վուալով, սենց բերում է ժողովրդին, ասում է ժողովուրդ ջան, նայեք, ես եմ, ես ԿՊ-ն եմ։ Եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, այն նախկին իշխանությունները կգան, պատերազմ կանեն բան։ Դա սուտ է։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ, հանրապետական կուսակցությունը, խաղաղության կուսակցությունը, ով առաջի օրվանից պայքարել է Հայաստանի եւ Արցախի անկախացման եւ անվտանգության վերականգնման, անվտանգության պաշտպանության համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ասում է, որ չկան սևեր եւ սպիտակներ, կա Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, հայկական Արցախի էջը մեր համար փակ չի եւ պետքա միասնական պայքարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայ ժողովրդի խնդիրների համար։ Սա է հանրապետական կուսակցության գաղափարը՝ միասնականություն, հանդուրժողականություն Եվ այդ սևերի ու սպիտակների թեզերի ջնջում։ Մեզ պետքա միասնականություն կապ չունի ով է, պետքա միասնական լինենք։ Եվ այս ամեն ինչի մեջ իր ուրույն դերը պետքա ունենա երիտասարդությունը, որովհետև մեր երկիրն է սա, մեր ապագան է որոշվում եւ մենք պետքա պահանջատեր լինենք մեր ապագային։ Այսքանը սիրելի ընկերներ, շնորհակալություն, լավ մնացեք։ Մենք կապի մեջ ենք ձեզ հետ միշտ